Բարև ձեզ, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Աշիր կապիտալի կողմից եղել էր առաջարկ հունիսի 6-ին իջեցնել սակագինը էներգոբալանսի շեղման արդյունքում առաջացած շահույթի հաշվին։ Հունիսի 13-ին ստացվել էր պատասխան, որ այսպես կարճ ասեմ, մինչև տարվա վերջում նոր կնայենք սակագինը, այսպես կվերանայենք եւ մեր հայտարարությունից հետո մեկի եթերում, եթե չեմ սխալվում, հանձնաժողովի վարչության պետերից մեկը մեկնաբանում էր, որ մենք իբրև թե մի կողմից դիմել ենք սակագնի իջեցման, մյուս կողմից սակագնի բարձրացման 12 միլիարդ ներդրում ավել առաջարկելով։ Նախ առաջինը ինչի հանձնաժողովի տվյալ վարչության պետին, ինչի հանձնաժողովի նախագահը ոչ, մի պարզ պատճառով, որովհետև այդտեղ սուտ էր հնչելու, մենք դրանից հետո ես ձայնագրություն հրապարակեցի, իմիջիայլոց օրինական կարգով ձեռք բերված հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի այն նիստի ձայնագրությունը, որտեղ մենք առաջարկել էինք 12 միլիարդով ավելացնել ներդրումային ծրագիր, այսինքն որպեսզի պարզ լինի, Աշիր կապիտալը, Աշիր գրուպը ասում էր, որ թույլ տվեք մենք 12 միլիարդով ավել այս տարի այսպես գծեր սարքենք, մալուխներ վերանորոգենք եւ դրա փոխհատուցումը, իմ խոսքում, եթե լսել եք ձայնագրությունը, դրա փոխհատուցումը երբ գումար կունենաք տվեք, այսինքն հետաձգելով փոխհատուցումը, ընդհանուր, եթե չեմ սխալվում, խոսք էր գնում անգամ 30 տարվա մասին։ Եվ եթե չէ, խնդրեմ, մենք պատրաստ ենք մեր շահույթի հաշվին, այսինքն ակնհայտ սուտ տեղեկություն։ Երկրորդ սուտը, որ հնչեց, կապված էր ընդամենը պետք է իջներ 0.5 դրամով, ես չգիտեմ ճիշտ ասած այդ մաթեմատիկան, կան այդպիսի սարքեր, չէ, որ կարելի է մտքով չհաշվել, գոնե ճիշտ կհաշվեն թվերը։ 0.5 դրամ, որից այդ սուտը դեռևս չպայթած ասել էին 0.3 դրամ էլ փոխհատուցվելու է մեր ասած ավել ներդրումային ծրագրով, մի խոսքով 0.2 դրամի այսպես տարբերություն էր լինում, դա հերթական սուտն էր մի պարզ պատճառով, որովհետև 3.6 միլիարդ առաջացել էր 5 մի քիչ ավել ամսվա արդյունքում, այսինքն իրենք վերցրել են ընդամենը ամբողջ տարվա կիլովատով արտադրանքը բաժանել են կես տարում առաջացած շահույթի վրա, դա 1 դրամից ավել էր անում միանշանակ, իսկ հաշվի առնելով, որ 2025 թվականին էսպայի դրությամբ ընդամենը 1.6 միլիարդ կիլովատ է ծախսել ամբողջ բնակչությունը, էսպայի դրությամբ էլ մեր ասած 3.6 միլիարդը դարձել է 7.2 միլիարդ, ընդամենը պետք է 7.2 միլիարդը բաժանել 1.6 միլիարդի վրա եւ ստանալ ինչքանով էր հնարավոր իջեցնել բնակչության սակագինը։ Հաջորդ մեր առաջարկը վերաբերվել է օգոստոսի 1-ից վերանայել այդ պահին եղած շահույթի համամասնորեն բաժանելով, ես ասում եմ արդեն էսպայի թվերը, որ անգամ էսպային չեն անում, իրենք ինչ որ մեկնաբանություն են այդտեղ, այդ ստից հետո նախ չեն անդրադառնում, գիտեք, հասարակ ձեզ օրինակ բերեմ, դատարանի բակում, չգիտեմ ով լրագրողներից հարցրեց, ինչպես կվերաբերվեք այդ սանհանգույցի կադրերին, որ Շիրակի մարզից գցել էին Ղարս մասնաճյուղից, ես ընդհանրապես ներողություն խնդրեցի, երևի թե իմ խնդիրն է եղել, որ ուշադրություն չենք դարձել, չենք վերանորոգել, փորձելով օրինակ ցույց տալ, որ եթե մարդ սխալ է լինում կամ ինչ-որ բան սխալ է հրապարակում, զրպարտում է ինչ-որ մեկին, բնականաբար պետք է ներողություն խնդրի, դե բնականաբար իրենց դա բացարձակ հարազատ չէ, այդ թեմայով գնացին տարվա վերջ, կրկնում եմ ես իմ այն միտքը, որ իշխանությունները հաշվի առնելով, որ հանձնաժողովը արդեն ժամանակին, երբ որ աշխատում էինք, ինձ թվում էր գոնե 50-50 անկախ են, այս պահին կարող եմ ասել, որ 100% անկախ չեն, հաշվի առնելով, դրա համար եմ ասում իշխանությունները, ոչ թե հանձնաժողովը, իշխանությունները ընդհանրապես որոշել են տարվա վերջում կամ եկող տարվա սկիզբ այս գործընթացը անեն, շեշտելով որևիցե ձևով Աշիր կապիտալի կամ Սամվել Կարապետյանի անունը եւ վերագրեին իրենց լավ աշխատանքին, ուղղակի չստացվեց հաշվի առնելով, որ մենք ավելի շուտ եւ ասել էինք եւ հիմա էլ պնդում ենք։ Երկրորդ խնդիրը, որ ցանկանում եմ առաջ անդրադառնալ,
դրա մասին չենք խոսել, բայց շատ կարևոր թեմա է, հիմա դուք պատկերացնեք, անգամ իմ կարծիքով հանցակազմ պարունակող գործունեությունը, որը կատարվել է, գոյություն ունի շուկա հասկացություն, այսինքն էներգետիկական շուկա գոյություն ունի, որը ներմուծվել է այլ երկրների իբրև թե փորձով, տարբեր գրանտներով, կան մարդիկ, որոնք այսօր պետական համակարգում են աշխատում, իրենք են զարգացրել այդ թեման, շուկան ինչ է ենթադրում, որ ստեղծվում են տրեյդերներ, որոնք վաճառում են կիլովատ եւ խոշոր սպառողները կիլովատը առնում են այդ տրեյդերներից, ոչ հեծից։ Հիմա պատկերացրեք, որ 23, 24, 25 թվականի ընթացքում 30 միլիարդ դրամ դուրս է եկել էներգետիկայի համակարգից, այսինքն եթե չեն վճարում հեծին, վճարում են տրեյդերին, որն էլ հոսանքը առնում է ուղիղ կեսերից, չգիտեմ, տարբեր կայաններից, դրա արդյունքում ամբողջ էներգետիկայի համակարգից դուրս է եկել 30 միլիարդ դրամ, այսինքն տարեկան մոտավորապես 10 միլիարդ դրամ։ Ոչ, կիլովատը արդեն գնում են ոչ մեզանից։ Տրեյդերը ձեռք է բերում, վաճառում է հաճախորդին։ Չեմ կարող այդտեղ բաժանում անել ում տարբերությունն է, հեծին այնտեղ որոշակի գումար կա փոխանցման առումով, որովհետև տրեյդերը կարող է գնի կիլովատը Գորիսում, բայց պետք լինի դա, չգիտեմ, Ալավերդիում։ Այդ պատճառով մեզ փոխանցել են ընդամենը այդ ճանապարհածախսը, այսպես ասած, այստեղ խնդիրը դա չի ով է գնել, ումից է գնել։ Խնդիրը այն է, որ էներգետիկայի համակարգից դուրս է եկել 30 միլիարդ դրամ։ 30 միլիարդ դրամը դուրս չգալու դեպքում դե պատկերացրեք արդեն տարեկան մոտավորապես 2 միլիարդ կիլովատ ծախսող ամբողջ բնակչությունը, մենք դուք բոլորս, բնակչության միջազգային հասկացություն դա բնակիչ բաժանորդներն են, ամբողջ Հայաստանի բնակչությունը։ Պատկերացրեք, որ տարեկան մոտավորապես 5 դրամ մենակ այդտեղ կարող է իջեցում լինել։ Իսկ եթե մեր կիրառած մեթոդին սոցիալապես անապահով խավերին այնտեղ տարբեր սակագներ ունենք, մինչև 200 կիլովատ, մինչև 300, մինչև 400 ամենասոցիալապես անապահով խավին կարելի է ընդհանուր մոտեցնել անվճարին, այդ ամբողջ գումարով։ Սա խնդրում եմ մեր ժողովուրդը այսպես հստակ փորձեցի բացատրեմ, կարծում եմ ստացվեց, որ գումարը ուղղակի վերցրել են էներգետիկայի համակարգից, անունը դրել են մոնոպոլիա, վախեցնելով ժողովրդին, որ գիտեք, մոնոպոլիան այսպես դեպքեր կան, օրինակ այս դեպքում մոնոպոլիան ավելի լավ էր, քան իրենց շուկան։ Այսինքն ստացվում է, որ մեծ ծախս ունեցող բաժանորդները, որոնք հիմնականում հանրային բաժանորդներն են, որոշակի գործունեություն ծավալող, վճարում են ավելի էժան, որի արդյունքում սակագինը բնակության համար չի իջնում, որը իմ կարծիքով շատ սխալ է եւ մենք բազմաթիվ անգամ անդրադարձել ենք այդ փաստերին։ Երրորդ հանգամանքը, որ ցանկանում եմ նշել, կառավարիչ նշանակված սուբյեկտի հայտարարություններն են, որտեղ ձեզ բազմաթիվ անգամ ասել եմ, կան շատ անհամապատասխանություններ։ Վերջի անհամապատասխանությունը Մասիս ցանցում արևային էներգիայի ուրեմն այդ ծախսը չգրանցելն էր, այսինքն մարդկանցից իբրև թե գողանալ, այդտեղ կա երկու խնդիր, իրենք հաշվարկը սխալն արագեցել են 800 քանի հազար կիլովատ, բայց ընդամենը եղել է 120, իրենց նամակում նշել էին, իրենց այդ նշել էին, որ մենք էլ չենք կարող պարզել դա եղել է մեր օրոք, թե իրենց օրոք, ես համոզված եմ, որ դա եղել է իրենց օրոք 90-90 ավել տոկոսով այդ ամբողջից։ Եվ երկրորդ խնդիրը մեր ժամանակ, օրինակ, ես որպես այդ բլոկի ղեկավար, ինչպես էի աշխատում, եթե պարզում էինք տեսուչը դա դիտավորությամբ է կատարել, այսինքն թվեր չի խառնել, չգիտեմ, բազմաթիվ ձևեր կան դա պարզելու, տեսուչը միանշանակ ազատվում էր աշխատանքից։ Իմ ինֆորմացիայով իրենց այդ այսպես աղմկահարույց բացահայտման դեպքում ոչ մեկ չի ազատվել։ Այնտեղ ցանցի պետ են ազատել, եթե չեմ սխալվում, եւ տեղակալ, այսինքն այն մարդիկ, որոնք անմիջապես կապ չեն ունեցել, անմիջապես գրողը տեսուչն է, բացարձակ չեն ազատել։ Ինձ որպես իրավաբան հիմք է տալիս դա ենթադրելու, որ իրենց ասածով է դա եղել, որի արդյունքում չեն կարող ազատել այդ իրենց ասած հանցագավոր սխեման իրագործած անձանց։ Նպատակը մեզ կեղտոտելը։ Միշտ ասել եմ, չէ՞, Սամվել Կարապետյանից իրենք ուզում են այդ բարերարի, լավ մարդու, իսկական հայի կերպարը դարձնել, չեմ ուզում արդեն մնացած ասեմ, հակապատկերն են ուզում ստեղծել։